Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդումը, խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ձեռքբերումներից եւ ձախողումներից եւ բնականաբար նաեւ չենք կարողանում խուսափել ականատես լինել բացառիկ երեսպաշտության մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ցուցաբերված։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք չեք վաստակել իրավունքը խոսելու կոռուպցիայի մասին։ Նախքան դուք կարողանաք խոսել կոռուպցիայի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձախողումների եւ ձեռքբերումների մասին, դուք առնվազն մեկ անգամ հրապարակային պետք է հարցնեք ձեր փոքրիկ իշխանին, թե 22 տարեկանում նրան նա որտեղից է ստացել 1 միլիարդ 72 միլիոն դրամ գումար։ Որտեղից իրան այդ փողը Nairi Insurance ընկերության փաթեթը գնելու համար։ Վերջինիս հայրիկին պետք է գոնե մեկ անգամ հրապարակային հարցնեք, այն ինչ 200 միլիոն դոլարի մասին է խոսքը, որ փորձ է արվում հիմա բռնագանձել նրանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում։ Որտեղից։ Քանի դեռ դուք դա չեք արել, մնացած ձեր այն բեմադրությունները, որ այստեղից անում եք, ծիծաղելի է, առնվազն ծիծաղելի է։ Մեկ անգամ հարցրեք, հետո եկեք շարունակենք մեր քննարկումները։ Հարգելի գործընկերներ, այստեղ մի շարք պնդումներ են արվել, որոնց պետք է նաև անդրադառնամ։ Հարգարժան պարոն Դանելյանը երեկ խոսում էր մեկ անձից գնումների ահագնացող տեմպերի մասին։ Հարգելի պարոն Դանելյան, սիրելի Գառնիկ, ես ձեզ պետք է խնդրեմ մի բանից խոսելուց առաջ ծանոթանալ գոնե վիճակագրություն։ Նյութին տիրապետեք, մի փոքր չեմ ասում խորությամբ, բայց մի փոքր տիրապետեք, կարդացեք վիճակագրություն։ Տվյալները շատ են, մի հատ թեթև Google արեք, կբերի ձեզ, բայց քանի որ չեք արել, այստեղից ձեզ այդ վիճակագրությունը ներկայացնեմ մյուս անգամ, որ նման հայտարարություններ չանեք։ Ուրեմն մեկ անձից գնումները պետական մարմինների ընդհանուր գնումներում 17 թվականին կազմել են 56.4%, այսինքն ամբողջ գնումների կեսից ավելին մեկ անձից գնումներ են եղել։ 18 թվականին 52.7%, այսինքն սկսել է իջնել, 19-ին 52%, 20-ին 50.5%, 21-ին մի փոքր բարձրացել է 51.2% հասկանալի պատճառներով, 22-ին էլի իջել է 45%, 23-ին նորից իջել է 43.9%, 24 թվականին 16.2%, այսինքն իջել է շեշտակի։ Ահագնացող տեմպերը վեր չեն բարձրացել, պարոն Դանելյան, ներքև են իջել, ահագնացող տեմպերով մեկ անձից գնումները նվազել են։ 25 թվականի համար նորից ունենք նվազում։ Կարդում ենք Factor.am-ի հետազոտությունը եւ ըստ այդ հետազոտության պետական մարմինները ոչ մրցակցային մեկ անձից գնման ընթացակարգով 2%-ով պակաս գնում են իրականացրել 25 թվականին, քան 24 թվականին։ Սրանք թվեր են, որոնք որոշակի բաներ են նշանակում եւ հետեւաբար հայտարարություններ անելուց առաջ ես պետք է խնդրեմ մի փոքր տեղեկանալ իրողություններին։ Այստեղ շատ է խոսվում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին եւ տենց մեծ ապոկալիպտիկ մեկ նիշով նվազել է, այո, շատ վատ է, որ մեկ նիշով նվազել է եւ մենք դրանից անում ենք հետեւություններ, 2 տարի առաջ էլ 3 տարի առաջ էլ 2 նիշով էր նվազել, հաջորդ տարի ավելացավ նորից, այս տարի նվազել է, բնականաբար այդ ուղղությամբ աշխատում ենք։ Բայց այս առումով նույնպես պետք է ասեմ, որ դուք խոսելու իրավունք չունեք, որովհետեւ ձեր իշխանության տարիներին կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է 35, այսինքն երբ ասում եք, որ 50-ից ցածրը նշանակում է խայտառակ կոռուպցիա, ձեր տարիներին 2015 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է 35, խայտառակ կոռուպցիա, ինչպես դուք կասեիք։ 2019 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը դրական տեղաշարժ է ունեցել, դառնալով 42 միավոր, 24-ին 42 ենք, ներողություն, 25-ին մենք 24-ին ունեցել ենք 47, 25-ին 46, մեկ նիշով նվազում ենք ունեցել, բայց երբ համեմատում ենք 15-25 թվականի հետ, 10 տարվա ընթացքում մենք 11 նիշի բարելավում ենք ունեցել։ Հետևաբար հարգելի գործընկերներ, խնդրում եմ նորից ձեր հայտարարությունները անել փաստահենք։
Տիկին Գյուրեղան խոսեց այն մասին, որ խայտարակ կոռուպցիա է, երբ SMS-ով падգամավորին ասում են, որ ինքը մանդատը վայր դնի։ Կրկին պետք է հիշեմ ձեր փոքրիկ իշխանին, սիրելի տիկին Գյուրեղան, այն բանի համար, որ վերջինս դառնա падգամավոր եւ խուսափի քրեական պատասխանատվությունից ձեր ցուցակից 5 անց, այդ թվում 1 հոգեբան, որը մինչև այդ պնդում էր, որ անհամբեր սպասում է ազգային ժողովի ամբիոնը ճոճելու հնարավորությանը, իրենց մանդատը չվերցրած վայր դրեցին, որ փոքրիկ իշխանը ունենա այդ հնարավորությունը։ Շիշակից ցածր հեղինակության մասին եմ ուզում խոսել, դուք թիմ ընտրություններին մասնակցելուց առաջ էլ չգիտեք, ինչ կեղծամ, ինչ բեղ ձեզ կպցնեք, որ մարդիկ չիմանան, որ դա դուք եք։ Չգիտեք էլ ոնց ծպտվեք, բայց խոսում եք շիշակից ցածր հեղինակության մասին։ Պարոն Դանելյանը այն օրը խոսում էր, որ ինչ-որ հարցումներ ունեք, ասում էր, որ տիկին Գրիգորյանի հեղինակությունը բարձր է, շատ լավ է, բայց դա կարևոր չի։ Ենթադրում են, որ բացի տիկին Գրիգորյանի հեղինակությունից նաև ծանոթացել եք ձեր հեղինակությանը, եւ այդ թվերը նույնպես գիտեք։ Եվ շատ լավ գիտեք, որ ձեր հեղինակությունն է, որ իրականում շիշակից ցածր է։ Բայց այստեղ մենք հեղինակությունների պայքարի մեջ չենք, կարծում եմ, այդ հեղինակությունների պայքարը հունիսի 7-ին կլինի, եւ բոլորս կտեսնենք, թե ում հեղինակությունն է ինչից ցածր։ Դիտորդների մասին ես հասկանում եմ, որ ձեզ շատ է ցավեցրել, մռմռացրել իմ նախագիծը եւ ահա որ ուրախանում եմ դրանից։ Դա նշանակում է, որ ես թիրախին եմ հարվածել, դա նշանակում է, որ այն նպատակը, որ ես ունեի, որ քաղաքական գործիչները, որոնք որոշում են պահի տակ հագնեն դիտորդի շապիկ, չքմեղանան եւ գնան տեղամասերում զբաղվեն անհասկանալի գործողություններով եւ փորձեն ընտրությունների վերաբերյալ հանրությանը մոլորեցնող ինֆորմացիա հաղորդել, դա նշանակում է, որ դուք շահագրգռված եք նրանց այնտեղ լինելով եւ նրանք այնտեղ չեն լինելու եւ ես շատ հպարտ եմ դրանով։ Իմ այդ գործողությամբ շատ հպարտ եմ, պետք է ասեմ։ Տիկին Գյուրեղյան ցուցակից ցուցակ թռնելու մասին եք խոսում, ինչ-որ բաներ փոխելու, քաղաքական ուժեր եւ այլն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը հնարավոր բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել է։ Երից թուրքերից մինչև քաղաքացիական պայմանագիր կոալիցիա եք ունեցել։ Բոլորի հետ։ Հիմա էլ եթե մի երկու պաշտոն խոստանանք, նորից ամեն ինչ մոռացած, մեզ հետ կկոալիցվեք։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Այո, ուղղակի մենք չենք խոստանում եւ չենք պատրաստվում խոստանալ։ Տիկին Գալստյանը բարեկամաբար լեզվի դասեր էր ցանկանում մեզ տալ։ Սիրելի տիկին Գալստյան, ես ձեզ պետք է խնդրեմ այդ դասերը սկսել ձեր առաջնորդից։ Մի պատմություն կա, երբ մի անգամ մի առիթով Ռոբերտ Քոչյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնում է. «Իսկ ինչ է նշանակում նվաստացում»։ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջինիս պատասխանում է. «Ունիժենիա, Ռոբերտ։ Պատերազմից հետո ես քեզ 1 ամիս հայոց լեզու կդասավանդեմ, ակնհայտորեն այդ դասընթացները կամ տեղի չեն ունեցել, կամ տեղ չեն հասել։ Եվ ես պետք է խնդրեմ, որ սկսեք ձեր առաջնորդից, որ 2 բառի մեջ, 1 բառակապակցության մեջ 5 տառասխալ չանի վերջինս, մանսարդին չասի մասանդրա, կուստուրիցային չասի կուշտունիցա, ամոթ է վերջը։ Աջակիցներն էլ, այո, աջարակիցներ, մոռացել էի, մերսի, որ հիշեցիք, աջարակիցներ չասի։ Շինարարության մասին մեզ ասեցիք, որ մենք նաև շինարարություն ենք ձախողել, ասֆալտի մեջ փոսեր են, որ ընկերությունն է այդ ասֆալտը կառուցում, կարող է պատահի, կարող է պարզվի, որ ձեր առաջնորդի հետ փոխկապակցված ընկերության կողմից կառուցած ասֆալտն է ամեն անձրևից եւ ձյունից հետո փոսերով լցվում, կարող է պարզվի այդպես է։ Շինարարությունից, բայց մի խոսեք ախր, հարգելի գործընկերներ, ասում եք այդ փոսերի մեջ երևում էր երկրի հակառակ կողմը։ Իսկ կարող է ձեր կողմից չկառուցված դպրոցների եւ մանկապարտեզների զուգարաններից երևում այդ երկրի հակառակ կողմը։ Այն որ տասնամյակներով դատապարտել էիք մեր երեխաներին այդ ավերակների մեջ սովորել։ Այստեղ գալիք ասում եք մի նորմալ մասնագետ չկա, իսկ ոնց պետք է մեր երկրում տենց լիներ բազմաթիվ նորմալ մասնագետներ, երբ մեր կրթության նախարարը եղել էր Լևոն Մկրտչյանը եւ Արմեն Աշոտյանը։ Ոնց եք պատկերացնում, որ պետք է մենք ունենայինք փառահեղ մասնագետներ, եթե մեր երեխաները սովորում էին ավերակներում նման նախարարների գործունեության ներքո։
Թոշակի բարձրացման մասին դա կոռուպցիա է։ Ես հասկանում եմ, որ շատ եք ծանր տանում այն, որ թոշակները բարձրանում են ի տարբերություն ձեր իշխանության տարիների եւ բարձրանալու են այսուհետ անընդհատ գնաճի տեմպերին զուգահեռ եւ դրանից մռմռում եք։ Բայց չարժի։ Վերջում նորից հորդորում եմ ձեզ, ձեր առաջնորդից եւ վերջինիս որդուց ճշտել, որտեղից են 1 միլիարդ 72 միլիոն դրամը 22 տարեկանում, որևէ 22 տարեկան անց Հայաստանի Հանրապետությունում այդքան գումար չունի, չի ունեցել եւ չի ունենալու։ Շնորհակալություն։